Ինչ կարծիք ունեք գործիքնություն շարունակելու վերաբերյալ։ Ես մասնակցողանքից ծանոթացած չեմ։ Համակարծիք եմ։ Սերոկովի որոշումները հաշվառաբերող ծանոթությունները իրականացված են, դատարանը որոշում է շարունակել գործիքնությունը։ Պարոն Ասատրյան, ձեր լիազորագիրը ժամկետը 16-ին սպառված է բաներն է։ Ներկայացնում ուղղակի զուտ տեխնիկապես հնարավոր չի եղել ապօրինի լիազորագիրի օրինակ տարբերակել։ Իդեպ կարող է ուշացրել շնորհակալություն։ Մենք նախորդ դատական լիստին հարցերն էր, հիմա մինչև բանկային գաղտնիք պահպանող հարցերին անդրադառնալու մենք այլ հարցեր, որ պետք է ներկայացվեն։ Անհատական կարծիքը միջնորդությունների ես մի քանի հարց։ Միջնորդություններն եք։ Այո, Ինչի վերաբերյալ։ ապացիալումը միջոցը վերացնելու կամ ձևափոխելու մասին։ Գրավորում եք։ Այո, ներկայացվեք, դա քննարկենք, հետո վերադառնանք։ Դուք միջնորդություն ունեք։ Տեսանկարման դիտություն։ Ներկայացեք, ասեք։ Իրավաբաններ Վարդան Մանուչյանը։ Ինչ եք ցանկանում անել։ Տեսանկարման։ Ինչ կարծիք ունեք։ Չեմ առնում։ Դուք Չեմ անում։ Սրմբոս ռեժիմով իրականացվող նիստի մասով առարկություններ չեն, ես էլ չեմ առնում։ Քննարկելով լրագրողի միջնորդությունը, լսելով մասնակցող անձանց կարծիքները, դատարանը որոշում է լրագրողի միջնորդությունը բավարարել, թույլատրել դատական նիստը տեսանկարը անել։ Խնդրեմ։ Դուք ունեք օրինակներ ստացել։ Միջնորդությունը վերաբերում փոխային մաս քաղաքացիական ուսումնասիրության մասի մասով Հարգավորության դատարանի 07-09-2022 թվականին պարտադիր որոշում կիրառված արգելանքը ասնեկորեն վերացնելու միջնորդությունը հետևյալի մասին է, որի շրջանակներում 07-09-2022 թվականին բավարարվել է միջնորդությունը եւ ինքնիվս արգելքերի նշված գույքը արգելել է դատարանի ապահովության ձեր ուշադրությունը հրավիրում է հանգամանքի վրա, որ 09-09-2022 թվականին հարգալից դատարանի ապահով ծառայության կողմից Գրիգոր Գևորգյանի եւ Ուզան Աղաբակյանին արգելվել է ինքնիվս արգելքի վերոնշյալ գույքի տնօրինման հետ կապված գործողության կատարումը։ Գլխավոր դատախազության անպրոտեստական հաղորդությունը հաստատվում է ներկայացրել 23-01-23 թվականին սույն գործի շրջանակներում նշված վարույթի շրջանակներում խնդրող առարկայության միավորը դեռևս 12-09-21 թվականին պատասխանի կոմիտեին քննված անշարժույթի ալուծակի պայմանագրի համաձայն վաճառվել է Սարգիս Արտանվիլի Նազարեթյանի, սակայն գույքի պետական գրանցում տեղի չի ունեցել, չի կատարվել վերջինիս ցանկացած վաճառներով եւ վերջինս ցանկացել է կատարել իրավունքի պետական գրանցում անշարժույթի պատասխանի կոմիտեը ներկայացրել է անպատասխան կարգով, որ թիվ 1-0-0-23 գործի շրջանակներում կիրառված է արգելը։ Միջնորդության իրավական հիմքը քաղաքացիական դատավարության օրենքի 128 հոդվածն է, ուշադրություն հրավիրում են հանգամանքին, որ այցելկոման միջոցները դատավարությունը նույնիսկ ներկայացնում են որոշակի ժամկետով կիրառվող սահմանափակումներ, արգելանքեր, պարտականություններ, որոնք կոչված են ստեղծելու անպատասխան երաշխիքներ դատական ակտի կատարումն ապահովելու համար, ինչպես նաև դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հայցվելու ապագա հնարավոր պարտադիրոջ իրավունքներ եւ օրինական շահերը հնարավոր վարձական հետևանքներից պաշտպանելու, որոնք կարող էին առաջանալ նման միջոցների չկիրառման դեպքում։ Հանուն դատարան իրավական մյուսինքը քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 129 հոդվածն է, քաղաքացիական դատավարության օրենսգիրքի 134 հոդվածի առաջին մասի առաջին եւ երկրորդ մասերի կարգավորումները, Սահմանադրական դատարանի 24-11-2020 թվականի ՍԴՕ-ի 1556 որոշման կատարող արձանագրումները։
Դրանք ամբողջությամբ չընթերցեմ, ուղղակի զուտ փաստական հիմնավորում նշեմ, որ վերոնշյալ իրավական կարգավորումներից գտնում է, որ վերջի առարկա Կոտայքի մարզի քաղաքացիական հյուսիսարևելյան Զրամբով 045 հեկտար արձեի հողամասը 12/05/21 թվականից սեփականության իրավունքով կնքված աղուցակի պայմաններում մեծ հաշվով այլ անձ է դրա նկատմամբ համապատասխան իրավունքներ ունի կնքված պայմանագրի շրջանակներում իսկ վերջին սեփականության իրավունքը չի գրանցել, քանի որ ի սկզբանե եղել է հարցի հետ կապված խնդիր, որի շփումից հետո այս գործով կիրառված արգելանքը դարձել էին գրանցում չկատարելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքով նախնական ապահովման միջոցներ կիրառել դիմումը դատանի որոշման բավարարվել է 0.0922 թվականին, արգելանքը կիրառվել է 0.90922 թվականին, իսկ պայծառին ներկայացվել է 23.01.23 թվականին, ինչից ակնհայտ է դա, որ փաստացի այդ աղուցակի պայմանագիրը կնքվել է ավելի վաղ, քան կիրառվել է հայցի նախնական ապահովում և ներկայացվել է բնականաբար դրանից հետո հայցադիմում։ Նշվածից հետևում է, որ արգելանքը կարող է դրել միայն պատասխանողի պատկանող գույքի վրա և միայն գույքի սեփականատիրոջը կարող է արգելվել դրա բնորոշման հետ կապված գործողության կատարման արգելք հետևողը ստացվում է քաղաքացիական դատարանության 134-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հիմքով ինքը այն է գույքի մասով բացակայում հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերի, ինչի մասով ներկայացված միջնորդության համապատասխան խնդրան կարգը ներկայացրեցի, այլ նախագծող ձեր ուշադրությունը նաև դրավի ամեն փաստի վրա, որ նախորդի կայացված դատական նիստերից մեկում մեր գործընկերներից պարոն Հարություն Հարությունյանը ներկայացրել է համանման միջնորդություն, բայց միջնորդությունը ունեցել էր համապատասխան դատանի կողմից, որոշում էր կայացվել, հաշվի առնելով այս վարույթին նրանց որևէ կարգավիճակ չունենալու և շարունակել փաստացի չլինելու հանգամանքը, դատավարության սուբյեկտ չեն հանդիսացել։ Դրա համար նաև գործընկերոջ խնդրանքում մեր կողմից ներկայացվել, հաշվի առնելով, որ վարույթի, այսպես ասեմ, ճակատավոր մեկ պատասխանողը, մեկին վստահողն է, բնավ չի դիտարկել այնպիսի գործողություն, որով կարող է համարվել վստահողի կողմից իրական շահառու կամ որակել որևէ նման գործողություն, ուղղակի ստեղծված իրավիճակը մեծ հաշվով իմ վստահողի անձով է պայմանավորված և այլ անձանց գույքի մասով կիրառված արգելանքները ևս վերջինիս անձով է պայմանավորված, սակայն ինչպես ներկայացրեցին փաստական տվյալները, սույն վարույթի վստահողի հետ առնչություն ունեցող անձին, որ կատարել են աղուցակի գործարքներ, մինչև ուսումնասիրության մասով արգելանքների իրականացնելու գործընթացը և բնականաբար այդ անձը որևէ կերպ ինդիկտական կամ պետք է վարույթին մասնակից դասվի, որտեղ կնքված աղուցակի պայմանագիրը ուղղակի շոշափում է վերջինիս իրավունքներն ու օրինական շահերը, կամ պետք է վերացվի, որպեսզի դատավարությանը այլ անձանցով ծանրաբեռնելու խնդիր չլինի, ամեն դեպքում ակնհայտ է, որ այդ գույքի դիմաց այլ դատավարության մյուս մասնակիցը ստացել է համապատասխան փոխհատուցում և այսպես ասեմ, գիտեմ, ներկայացված անհիմն մեր խորական պայմաններում այդ անձին չպետք է լրացուցիչ իրավական միջամտությունների կամ սահմանափակումների հետ շփվեն, դրանով է պայմանավորված նաև մեր կողմից միջնորդության ներկայացումը այսքան Արտեցիք, հարցեր ունեք միջնորդության հետ կապված։ Որ պատասխանում ակնկալ առողջակի այդ պայմանագիրի 2022 թվականի մայիսի 12-ին Գործողություն Իրականի կողմից հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառվել է 2022 թվականի սեպտեմբերի 7-ին։ Ինչ խնդրի մասին է, որ տարուց ժամանակահատվածում չի կարողացել այդ խնդիրը լուծվել։ Նշեցի հասցեի մասով արձանագրված եղել խնդիր, որով իրավունքի պետական գրանցումը ասեցվել է, նախորդի այդ խնդիրը նաև ներկայացվեց իմ գործընկերոջ կողմից պարոն Հարությունյանին, և այդ խնդրով պայմանավորված նման բացատրություն
ցուցումները մեզ ներկայացվել դատական իսկ ընթացքում հնարավորություն չեն ունեցել իրավունքի պետական գրանցում կատարեն եւ այսպես ասեմ ոնց որ անձինք իրենց կամքից անկախ հայտնվել են նման անախորժ իրավիճակում։ Այստեղ խնդիրը մեր ավելի լայն այն ինչ մերկուները տանձը եւ դա պետք է այսինքն կադաստրի կամ որևէ իրավասու մարտի կողմից նման խնդիր առաջ քաշվեր իսկ այդ ժամանակահատվածում որևէ գույքը օտարման ենթակա գույքը եւ այդ տանձը առնվազն բարեկի ձեռբերով է գույքի բավականին դες վարույթից է հիմա ստացվում է իրավիճակ որ այդ տանձը կատարել է գույքի ձեռբերման ուղղված գործողություններ դատախազ է գույքն է ուզում, այդ անձը այդ գույքի համար վճարել է, այդ անձը այս վարույթի մասնակից չի, որ մեծ հաշվով մի քիչ իրավական տեսանկյունից մի քանի փոփոխություն պետք է խնդրին նայենք, առնվազն կամ պետք է հայցի ապահովումը վերացնենք, կամ պետք է այդ անձին այս վարույթին մասնակից դարձնենք եւ հասկանանք, այս հաշվով առնչություն ունի այս վարույթի մասնակիցների հետ չունի, բարեկից ձեռբերող, բարեկից ձեռբերող չի, այդ տեսանկյունից չեն կարող խնդիր ուղղակի թերթել դնել մի կողմ, հա։ Ստուգում օտարական կարգոչի Պարոն Ենոքյան, այդ հարցադրումը մեծ հաշվով ես իմ ներկայացված միջնորդության շրջանակներում ասացի խնդրում եմ որևէ կերպ չդիտարկել, այսինքն իմ վստահողի եւ այդ անձանց միջև ուղիղ կամ իրական շահառուղի խնդիր, ես օբյեկտիվորեն չգիտեմ, չեմ էլ կարող իմանալ թե ինչի է գործողությունը եղանակով չի իրականացվել կամ օրենքով թույլատրելի այլ արձանի մոտ է իրականացվել, օրինակ կադաստրի կոմիտեի կամ այս նույն տրամաբանությամբ նույն հարցադրումը օրինակ իրավասու մարմնի ներկայացուցիչը կարող ասել ինչի է այս նոտարի մոտ կնքվել, այլ ոչ թե օրինակ այս մյուս նոտարի մոտ։ Ես այդտեղ մեծ հաշվով խնդիրը ինքս էլ չեմ հասկանում, թե որ դարձնում կամ ինչ տարբերություն իրավասու սուբյեկտներից ընտրության տեսանկյունից եթե երկուսին էլ թույլատրված է, բայց նաև օբյեկտիվորեն չեմ կարող պատասխանել, որովհետև ասացի, այս ընդամենը հաշվի առնելով որ նախորդին մերժվել է այդ միջնորդությունը այն հանգամանքով, որ այդ անձին վարույթի մասնակից չեն դարձվել, ձեր կողմից էլ համապատասխան միջնորդություն չեղավ այդ անձանց վարույթի մասնակից դարձնելու տեսանկյունից, մենք էլ դեռ նպատակարար չենք գտնում միգուցե այս միջնորդության այդ անձանց վարույթին ներգրավելու բովանդակային իմաստը չունենա այն պատճառաբանությամբ, որ բավարարի միջնորդությունը, դրանից եթե չբավարարի, բնականաբար մի պահ վերացարկենք այս պրոցեսից եւ մեզ սուբյեկտի տեղը դնենք, մարդը գույք է ձեռք բերել ու չի կարող իրավունքի պետական գրանցում կատարի, չգիտեմ, միգուցե դատախազության հիմնավոր անհիմն հայցի պատճառով։ Հիմա կամ պետք է այդ անձին վերենք ստեղ դուք եք հասկանաքի փոխկապակցվածություն, չգիտեմ, իրական շահառու կամ այլ գործընթացներ եւ պետության քաղաքականությունն էլ առհասարակ նման դեպքերի մասով հստակեցնենք վերջո պետությունը կարող է իրականացնել ճոխություն թույլ տալ, որ ման թույլատրի այդ ալծախի կնքումը որոնք կադաստրի կոմիտեն եւ միաժամանակ թույլատրի մեկ այլ վարույթով պայմանավորված սահմանափակի, ընդ որում էլի պետության բալանսությունը դաշտներ չգիտեմ, եթե բարեկից ձեռբերով չենք համարում կամ պետք է որոշակի պրոցեսներ միջոցառումներ ձեռնարկել առնվազն հակառակը հիմնավորելու ամեն դեպքում անախորժ իրավիճակի եւ ես էլ որպես մասնագետ չեմ ցանկանա, որ օրինակ վարույթի հետ ուղիղ առնչություն չունեցող անձ պես վարույթի պատճառով որոշակի զրկանքների հետ անաշվի, որը որ առնվազն համաչափ չէ ստացած իրավիճակին։ Ո՞ն ասեմ, 2021 թվականի մայիսի 12-ին նշեցիք կնքել առողջատի պայմանագրերը եւ որոշակի հասցեի կապված խնդիրներ են եղել։ Հիմա կադաստրային գործերը ձեզ էլ տրամադրված է, ուսումնասիրել եք, այդտեղ կա խնդիր, որ կադաստրի կոմիտեն նշել է, որ նման խնդիր կա եւ չեն կարող գրանցել։ Օրդին ներկայացուցիչ, եթե հակառակը հիմնավորող փաստակ ունեք, խնդրեմ որ կարողացեք, ես ասացի, ես միջնորդությունը ինչ տրամաբանությամբ եմ ներկայացնում եւ ինչի կոնտեքստում եմ ներկայացնում, աշխարհանելով մեր, այսպես չհատյատավոր մեղավորությունը անձի մոտ առաջացած անձի համար ստեղծված խնդրում։ Ես
Թե չէ խնդիրները մեծ հաշվով, եթե ներկայացվել էին փաստավոր իրավունքի պետական գրանցումը կասեցվել է որոշակի պայմանով, այդ պայմանը վերացել է, հետո ձեր կողմից կիրառվել է արգելանքի մտանձը։ Արգելանքի դիրքորոշումից ասել, որ միջնորդություն ներկայացման նախ սկսած 2006 թվականից այս գույքի իրական շարժը դիտարկվել է Հովիկ Աբրամյանը, այսինքն գույքը ձեռքբերել Հովիկ Աբրամյանի փոխկապակցված անձի կողմից, Գրիգոր Գևորգյանի կողմից, բայց իրավասու մարմինը հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները դիտարկել է, որ այդ գործարքը վերահասցնել է ի հաշիվ Հովիկ Աբրամյանի ակնկվել եւ դրանից հետո վաճառքին այդ հողամասի վաճառքին ուղղված որևէ գործողություն չի կատարվել։ Այսինքն կադաստրային գործի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ նույնիսկ 2021 թվականի մայիսից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամիս նկատ ժամանակահատվածը, երբ կիրառվեց հայցի նախնական ապահովումը, տրվել անձը Սարգիս Նազարեթյան կամ Գրիգոր Գևորգյան երբևէ չեն դիմել կադաստրի կոմիտե, որպեսզի պարզեն այդ հասցեի հետ կապված խնդիրները իրական արդիականա, թե ոչ եւ որն է դրա լուծումը։ Եվ գտնում եմ, որ ընդհանրապես նմանատիպ պայմանագրերը, որոնք կնքվում են կադաստրում, կադաստրի այնպես է նշվում, որ կադաստրում է կնքված, բայց ինձ համար անհայտ է, թե որտեղ այս պայմանագիրը կնքվել, ամենայն դեպս հայցո կողմից միշտ կասկած առնչվում նման պայմանագրերը եւ քանի որ այս գույքի իրական շահառուն Հովիկ Աբրամյանն է եւ ես նշեցի, որ որևէ ապացույց չկա, որ իմ կողմից նշված ժամանակահատվածում երբևէ դիմել են խնդիրը վերացնելու համար հասցեի փոփոխության, ես գտնում եմ, որ միջնորդությունը վաճառաբանված չէ եւ ինքնական նշման։ Արտեցիք, մյուսները հարցեր ունեն, միջնորդության հետ կապված։ Ես մի հարց ունեմ։ Խնդրեմ։ Ինչպես միջնորդությունը որքան հասցրեցի ծանոթանալ, ուզում եմ իմանալ այդ վիճարումը կատարվել է, թե ոչ գործարքի արդյունքում։ Տեղեկեք։ Օրինակով այնքանով կարող եմ ասել, որ նախորդի այս միջնորդության շրջանակներում, եթե չեմ սխալվում, այդ հանգամանքը հավաստվեց իմ ունեցած տեղեկություններով, որքանով գործընկերներս են եւ ներգործի շրջանակներում ներկայացված ապացույցներն են դրա մասին կամ այո, կողմերը միմյանց նկատմամբ որևէ բարքան պահանջ չունեն գումարի տեսանկյունից։ Այլ հարց։ Դիրքորոշում։ Դիրքորոշում արդեն դրան որքանով որ հասցրել եմ ճիշտ ասած ուշացման միացած դիրքորոշման միջնորդության քննարկմանը կարող եմ ասել, որ ըստ էության, եթե դիտարկում ենք բարեխիղճ ձեռքբերողի ինստիտուտը, պետք է պահանջը տվյալ գույքի մասով, անշարժ գույքի մասով հայցի ապահովումը վերացնելու մասը բավարարվի, իսկ համապատասխան գումարի չափով, որ վճարման կատարվել, բռնագծման գումարի չափով որպես պահանջ ավելացի, հաշվի առնելով, որ վճարումը ստացվել է հարցից դրան ներողված, իսկ մնացած պայմաններում կարծում եմ միջնորդություն ներկայացնում են ավելի կոնկրետ միանում։ Դուք Հանդիպետական հաշտեղնելով դիրքորոշումները միանում են միջնորդությունը եւ որպես այլևս գտնում եմ, որ այն երկրակայ Տիկին Պիրոսյան։ Առաքություններ չունեմ, բազմիցս այս գործի շրջանակներում քննարկել ենք այդ ապահովում վերացման այս համաճարակությունը դիրքորոշում ներկայացրել են, որ այդ թվում վերացման վերաբերյալ միջնորդությունները դատարանի կողմից քննության առարկայացվեն համաչափության սկզբունքի կիրառմանքի եւ ստուգման, այս բարակայում նորից չեմ գտնում, որովհետեւ նախորդատականից բազմիցս իմ հոգությունը ներկայացրել է թե ինչ է ներկայացնում իրենց համաչափությունը, կավելացնեմ, որ այդ համաչափության սկզբունքից ելնելով, հաշվի առնելով հարուցված քննության արդեն իսկ փաստված տեղողություն եւ ակնկալվող տեղողությունը համաչափ չէ սահմանափակել հատկապես այլ անձանց գործող ուղիղ ներավական պահանջինից ուղղված ունեցող անձանց իրավունքները հաշվի առնելով եւ հատկապես այն հանգամանքով պայմանավորված, որ ինքնին միջնորդության բավարարումը քիչ է զարգացնում կամ անհնարին դարձնում երկրի նկատմամբ հայցքովի ներկայացրած պահանջները, հետեւաբար դրանք միգուցե փոփոխելով կամ այս անձանց գործի քննությանը ներգրավելով պահանջների քննությունը հնարավոր է ապահովել նրանց վերաբերյալ կայացնել դատականած, միևնույն ժամանակ երաշխիք տրամադրելով
պետության կողմից երաշխավորված եղանակով դրա նկատմամբ սեփականության իրավունք դրված անձանց։ Կողմից ներկայացրած առարկություններին Բանի դաշնանան ձերուշտությունը հրավիրում են հանգամանքի վրա, որ մեր գործընկերը հաստատի արձանագրեց, որ այլ անձի պատկանում է, քանի որ փոխկապակցված անձինք են, բայց եթե չեմ սխալվում, գործի շրջանակներում տվել են բարձրաբանումներ դրա հետ մատնանշված դիտարկմանը ուղիղ հակասող, որպես թարմացում, և անդրադառնում իմ գործընկերոջ մտքին, որ խնդրալույց է ամեն դեպքում պետական մարմիններից կադաստրի կոմիտեին կնքված աղուցակի պայմանագրերը և դրանք կասկածի տեղիք են տալիս, այստեղ մի քիչ սուբյեկտիվ դաշտում գնահատման խնդիր անց աշխող երևի թե, բայց չպետք է մոռանալ, որ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ունի ուղիղ կարգավորում անգամ իսկության վիճակման տեսանկյունից, գրավոր ապացույցների, եթե դրանք պետական մարմինների կողմից ներկայացված կամ հաստատված պետական մարմնի կողմից տրված ապացույցներ են, դրանք նաև իսկության վիճակման տեսանկյունից բացառություն են կազմում և կողմը չի կարա, այսինքն նույն պետության կողմից հաստատված պայմանագիրը որովհետև կասկածի տակ դնի, իմ կարծիքով այդ հանգամանքը միայն հնարավոր է դեպքում, երբ որոշակի քրեական գործի շրջանակներում կոնկրետ գնահատական տրված լինի գործող անձանց, որը որ այս պահին բացակայում է։ Գտնում եմ, որ առնվազն իմ գործընկերոջ կողմից ներկայացրած առարկությունները, որոնք վերագրում են այդ հատվածին, ակնհայտ չեն անպատասխանում քաղաքացիական դատավարության օրենսգիրքի քաղաքավորումներին, տրամաբանությանը, իսկ մի մասով էլ արդեն տրված պարզաբանումները ուղիղ հակասության մեջ են գտնվում մեր գործընկերների կողմից նախկինում տրված պարզաբանումների և մեծ հաշվով նաև հակասություն ունեն օրենքի հոդվածի իրական շահառու և փոխկապակցված անձ այդ եզրույթներին տրված օրենսդրի կողմից մեկնաբանություններին կամ բացահայտումներին այսքան։ Ավարտեցիք, մյուսներ ասելիք ունեն այս հարցի կապակցությամբ, ավելացնելու բաներ չունեք, դեպքում իշխանության քննություն դատարանը ավարտում է, այդ կապակցությամբ դատական որոշում առանձին դատական ակտով կանցվի, օրենքով սահմանաժամկետում կողմնակի կողմերին։ Հիմա վերադառնանք մեր հարցերին, եթե այլ միջնորդություններ չկա, ունեք միջնորդությունները։ Ես բանություն եմ խաղում։ Լավ, հարցերի հետ կապված, հիմա բանկային գաղտնիքի հետ առնչություն չունեցող հարցեր ունեք։ Այն հատուկ պետար մի քանի հարց ունեն, որը չի առնչվում բանկային գաղտնիքին։ Խնդրեմ, ներկայացրեք։ Պարոն Յանիկյան, համացած վերաբերում եմ վերջին վարկած հարցումին, բացաբանեմ հարգելի դատարան, Եթե համակարգչից օգտվելու եք, կարող եք նստել։ Բոլորովին վերջերս հարցումն է հասարակել էի պարոն Յանիկյանին, ήθελ էի հստակեցնել, թե գործունեությունից ներկայացված այդքան եղանակով ներկայացված ապացույցներից, որ հատվածն է, որ ստացվել է նախաձեռնություն իմ ժամանակագրությամբ։ Պարոն Յանիկյանի կողմից ստացել եմ պատասխան, որ տարբեր ժամանակներում է դրանք ստացվել, դրանց մի մասը վերաբերելի մասով ստացված են գործունեություններին, մի մասը էլեկտրոնային եղանակով, մյուս մասը ներկայացված են հատորներին, մասնավորապես 4 հատորմայի հարցից վերաբերելու այս ապացույցների ձեռքբերման աղբյուրներին և ժամանակագրությանը։ Պարոն Յանիկյան, նշել եք, որ 4-րդ հատորում պետք է գտնեն ներկայացված ապացույցները, ես 4-րդ հատորը ուսումնասիրեցի, միանցին եմ գործանքի միջոցով անցնեմ, 4-րդ հատորը առավելապես վերաբերում է 21-22 թվականներին, 20 թվականի դեկտեմբերի 3-ից սկսած ոստիկանություն և տարբեր գերատեսչություններ հատված հարցումներին, որոնք որքանով ես հասցրեցի ուսումնասիրել, անշանսով դրանք ձեր կողմից, եթե ոչ ձեր, ապա ապօրինի մույթի բռնականացման վարչության կողմից իրականացված հարցումներ և ստացված պատասխաններ են, այսինքն 4 հատորում ներկայացված ապացույցները այն փաստաթղթերը չեն, այն ապացույցները չեն, որին վերաբերել էր իմ հարցումը։ Հատկապես բացառում է թեկուզ ժամանակագրությունը հաշվառում, 20 թվականից սկսվել է ուսումնասիրությունը սեպտեմբերից, դրանց հետո բոլոր հարցումները արդեն ձեր վարչության կողմից են իրականացվել։ Հիմա ուզում եմ հստակեցնել, որովհետև
Բացահայտել նաև որպեսզի քննարկումը առարկայազուրկ դատարանի չթվա, ուսումնասիրության իրավաչափության տեսանկյունից դիրքորոշում են կազմում եւ այս տեսանկյունից վերնամաս սկզբունքային է հասկանալ, թե իրավասու մարմինը իր որոշումների կայացման պահի դրությամբ ինչ տեղեկությունների բազա է մոտ ունեցել։ Հիմա բանի անքանքես նորից մի հատ վերադառնանք, միգուցե միասին ես չէի ծանրաբեռնի ձեզ հարցով, եթե նյութերը գոնե ժամանակագրական տեսանկյունից իրար ժամանակագրությունը պահպանված եղանակով ներկայացված լիներ եւ ես կկարողանայի դիտել։ Այն ինչ էլեկտրոնային է ներկայացված որպես կանոն ֆայլեր են, առանց ուղեկցական գրությունների եւ պարզապես հնարավոր չէ բացահայտել, թե այդ ֆայլները պայմանական ինչ-որ մի անշտկի կադաստրային գործ է երբ է ստացվել, որ մարմնի հարցման հիման վրա է ստացվել եւ քան որ տեղեկատվության գրողած կարողանում բացառապես դուք եք, ես պիտի խնդրեմ, որպեսզի այս տեղեկատվությունը բացահայտեք նաեւ ինձ համար։ Ամեն դեպքում այնքան ինչքան որ ես եմ ուսումնասիրել, խնդրեմ միասին հասկանանք։ Սկզբանե երբ որ զեկուցայգիր է ստացվել հսկող դատախազի կողմից, որ ինքը բացահայտել է ուսումնասիրություն, գտել է, որ առկային ուսումնասիրություն սկսելու հիմքեր, առկայից 388 page գրավոր նյութեր եւ 2 լազերային սկավառակ։ Այգոն այդ գրավոր նյութերը ինձ կբացահայտեք, ինչ ծավալ է, ինչ են դոզ ուղարկել այդ ժամանակ։ Կադաստրային գործեր։ Կադաստրային գործերը գրավոր նյութերով չէ, կադաստրային գործերը էլեկտրոնային։ Կապված եղանակով կադաստրային գործեր։ Բացառապես կադաստրային գործեր, որոնք նույնատիպ նաև առկային PDF ֆայլերով այդ երկու սկավառակների մեջ եւ դա դատարանի ներկայացված է ձեզ ներկայացված։ Այսինքն սկավառակը եւ տարբերակները նույնն են, ելեք տարբեր նյութեր չեն։ Այո, քանի որ ի սկզբանե կարգը չէ, հասկացնում թե ինչ ձեր պետք է ուղարկի։ Եթե հիշում եք առաջի գործերից մեկն է եղել։ Եվ վարույթ իրականացնող մարմինը սկզբում կպած էր ուղարկում, նաև էլեկտրոնային էր ուղարկում, միջև որ դա հստակեցվեց։ Շատ լավ, այդ դեպքում կարող եմ ելնել նրանից, որ դուք ձեր պատասխանում ավելացրել եք նաև, որ վարույթ իրականացնող նախաքննական մարմինը այդ եզրույթին հենց համանախագործել։ Նախաքննական մարմնի կողմից ստացված նյութերը ուզում են քննիչի նյութեր, բանակը կրում է քննիչի կողմից տրամադրված նյութեր, որը բացառապես կադաստրային գործեր են, այնտեղ որևէ այլ Այսպես ասեմ, այնտեղ կան ձևակերպումներ լազերային սկավառակներում, քննիչի տրամադրված, քննիչից վերցված, այսպիսի ձևակերպումներ։ Բոլոր նման ձևակերպում ունեցող բանակները մենք ստացել ենք նախաքննական մարմնից կամ համապատասխան դատավարական ղեկավար իրականացնում դատախազի ձեր քրեական վարույթի նկատմամբ։ Այսինքն բանակների անվանումները արդեն հուշում են, որ դա ստացվել է վարույթ իրականացնում մարմնից։ Ամենասկզբում 20 թվականի սեպտեմբերին ստացել եք այդ կադաստրային գործը 388-ը բացառապես կադաստրային գործն են, այլ նյութեր ձեզ չեն տրամադրել։ Կադաստրային, ռեգիստրային գործեր, նորից եմ հիշում, կադաստրային գործեր, որոնց վերաբերյալ նաև էլեկտրոնային կա։ Եվ Excel ֆորմատով եւ PDF ֆորմատով։ Քրեական գործին առնչվող այլ նյութեր առնվազն ձեզ չեն տրամադրել։ Շատ Միգուցե դուք եք նստած պատասխանեք մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, ինչպես եք քննարկել համապատասխանություն օրինական միջոցների եւ գույքային ձեռքբերումների, դուք մշտապես պատասխանել եք, որ ընդհանուր պատկերն եք ուսումնասիրել, հնարավոր բոլոր աղբյուրների ձևավորողությունների աշխատավարձ, կեսաշարժ, հնարավոր միջոցներ, վարկային միջոցներ, դրանից զտել ենք օրինական միջոցները, ուղղել ենք ձեռքբերումներին, ինչի որ չկապարարել, դիտարկել ենք, որ դրա համար օրինական միջոցներ չկա։ Այսպես է։ Օրինական եկամուտները սպառել ենք եւ եթե չի, դիտարկել։ Բոլոր հնարավոր աղբյուրների ձևավորվող օրինական եկամուտները սպառել ենք, հետո է ֆինանսական մայնասը։ Այդ դեպքում ինձ խնդրում եմ կբացահայտեք, դες երբ են հասանելի դարձել բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները։ Դա վերաձևակերպել հետո ժամանակագրության ենք անցնի։ Բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները արդյոք ձեզ հասանելի են դարձել հնարավոր երկու եղանակով եւ ճանապարհով, նախաքննական մարմնի կողմից տրամադրված եւ ձեր իսկ հարցման եւ դատարանի որոշման հիման վրա ձեռք բերված։ Այդ երկու ճանապարհները ձեր ճանապարհով են իհարկե դարձել, քանի որ կա ժամանակագրություն, որը պահպանված չէ արդեն հարավային բանկերի արտոնային գործում, բայց ուներ նախաքննական մարմիններ եւ երկու ճանապարհով մենք ստացել ենք։ Այսինքն նախաքննական մարմինը ավելի շուտ էր ստացել, եթե չեմ սխալվում 2018 թվականի ընթացքում, իսկ մեր հարցումները 2021 թվականին։ Այդ այո, ինձ տեսնել, ես որքան
որքանով հասցրել եմ նյութերին ծանոթանալ եւ մարսել լայնածավալ նյութերը, նախաքննական մարմինը բանկային գաղտնիք պահանջող տեղեկություններ ստանալու նպատակով համապատասխան միջնորդություն հարուցել է 21 թվականի փետրվարին։ Վերաբերել է գլխավոր պատասխանողի բանկային գաղտնիք պահանջող տեղեկություններին, եթե ճիշտ եմ հիշում, 98-ից 2008 թվականներին։ Առաջին փուլով դա եք ստացել ուսումնասիրել։ Մենք բանկային գաղտնիք միջնորդություն ներկայացնելուց հանձի վերաբերող բոլոր գործակներն ենք պահանջել։ Առաջինից գործակից։ Բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունների տեսանկյունից առաջին տեղեկատվությունը, որ ձեր դիապետության տակ հայտնվել է։ Մեր կողմից բանկային գաղտնիք։ Դուք ավելի ուշ եք դիմել։ Նախաքննական մարմինը դատարան դիմել է դեռևս 21 թվականի փետրվարին։ Ստացել է Հովիկ Աբրահամյանի 98-2008 թվականի ժամանակահատվածին վերաբերող տեղեկատվությունը եւ ենթադրաբար ձեր դրություններից հետևելով թե այդտեղ բացահայտված չի կոնկրետ ինչ են ձեզ տրամադրում, ենթադրաբար այդ տեղեկատվությունը ձեզ է փոխանցվել, այդպես է։ Դրանից ավելի վաղ ձեր բերված տվյալներ ձեր դիապետության տակ եղել է։ Ավելի վաղն ես չեմ հասկանում ինչ նկատի ունեմ։ Նախաքննական մարմինը ինչ-որ մի փուլում տիրապետել է բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների։ Այո։ Ես ուղղակի պետք է մեկ ամսաթիվ ճշտեմ, թե երբեք մենք միջնորդել բնականի բանկային գաղտնիք կազմող Դուք միջնորդել եք 21 թվականի օգոստոսին։ Իրենք միջնորդել են 21 թվականի փետրվարին։ Իրենք ասել են նախաքննական մարմինի կարգավորումը։ Ինչպես։ Ավելի շուտ է նկատում։ Ավելի շուտ։ Սա այդ երկու եղանակն է բացառապես այդ տեղեկատվություններն ա որ դուք ուսումնասիրել եք։ Շատ է։ Այդ դեպքում ձեզ մի հարց ունեմ։ Եթե գույքի օրինական կամ ապօրինի ծագում ունենալու վերաբերյալ ձեր գնահատականները ձևավորել եք հնարավոր բոլոր ապրումներից ձևավորվող եկամուտները տեսնելով եւ համադրելով։ Ինչպես է 2021 թվականին որոշում կայացրել ուսումնասիրության ժամանակահատվածի երկարաձգելու վերաբերյալ, երբ որ այդ պայմանությամբ դեռ չեք ունեցել բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունները, հետևաբար առնվազն ձերից պնդած պատասխանին համահունչ չեք ունեցել ամբողջական պատկերը գնահատելու առաջին սահմանած 10 տարվա ժամանակահատվածում ձեռք բերված գույքերի օրինականությունը, առավել ևս գնահատականելու դրանից նախորդող ժամանակահատվածում ձեռք բերված գույքերի օրինականության վերաբերյալ եւ որոշում եք կայացրել ուսումնասիրության ժամանակահատվածը երկարաձգելու վերաբերյալ։ Հաշվի կարող է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, այսինքն տվյալ պահանջության ուսումնասիրել է անձի ունեցած եկամուտը, շարժական անշարժ գույքի եւ իրավարական անձանց պետական լիացման մարմին գրանցված ընկերությունների համար վճարումները եւ դրանց համադրության արդյունքում մենք գտել ենք, որ կոնկրետ առկա է ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու որոշում եւ պահպանված ապացույց։ Այսինքն դրա համար անհրաժեշտ չի եղել, որպեսզի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ևս ուսումնասիրեինք։ Կանխավարկածի հատվածը չհատկաց, այսինքն իրավասու մարմինի եթե գույքի գոյության վերաբերյալ տեղեկատվություն է ստանում։ Այո, արդեն ունի գույքի գոյության վերաբերյալ տվյալներ, բայց չունի։ Լինում է նրանից, գործում է ինչ-որ միտեղ ամրագրված կանխավարկած, որ եթե ունի գույք, ապա դա ապօրինի է։ Եթե այն եկամուտի աղբյուր տվյալ ամսաթվին մեզ հայտնի չէ, այո, գործում է գույքի ապօրինի լինելու կանխավարկածը, եւ մենք կարող ենք այդ որոշումը կայացնել։ Այդ դեպքում կասեք, գոնե ձեզ համար որպես սահմանած ներքին աշխատանքային շեմ, նվազագույն ուսումնասիրություն իրականացնում եք, գոնե նվազագույն կանխավարկածը ապահովելու համար, թե որևէ տեսակի տեղեկատվության բացակայության դեպքում եք կարող եք գնահատել, որ գործում է ապօրինի կանխավարկած։ Մենք հարցում ենք, չէ՞, տարբեր կառույցների։ Պատասխանների արդյունքում է հիմնականում կազմում բանկային գաղտնիք պահանջների միջնորդությունը։ Այսինքն մենք ուսումնասիրելով, որ չկա մեզ հայտնի այլ աղբյուրներ եկամուտի, մենք կանխավարկածով ենք առաջնորդել, որ ուրեմն այդ գույքը ունի որոշակի ապօրինի տոկոս, որը կարող է փոխվել, երբ որ ստանանք բանկային գաղտնիքը եւ իօգուտ պատասխանողը եւ իվնաս։ Օրինակ, այս բարակայում մինչև առնվազն նոր ժամանակաշրջան սահմանելու վերաբերյալ որոշումը հարցումներ եք իրականացրել առավելապես իրավաբանական անձանց պետական ռեգիստրին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ստացել եք իր հայտարարագրերը, եթե հիմա ճիշտ չեմ հիշի, ամեն դեպքում իրենք ենթանել եկամուտների առկայության մասին տեղեկություններ պարունակող փաստաթղթեր եւ
այսպես ապացույցներ չեն, կարդե կարելի է ուտել հակառակի մտնել, նվազագույն ինչ փաստաթղթերի տվյալների ուսումնասիրության արդյունքում ձևավորված պատկեր պիտի ունենանք, որ առանց բանկային գաղտնիքի ձեզ մոտ այդ կանխավարկած, եթե գոներ կանխավարկածն ենթադրում են ինչ-որ փաստակազմի գոյություն, ինչ աղբյուրներ եք նվազագույն ուսումնասիրում, որպեսզի կանխավարկածը ձևավորեք, թե ինձ համար խորհուրդ էր գույքի ապօրինի լինել կանխավարկած ելույթը։ Լուսյան, ազգային ժողովի պաշտոնական կայքում, կառավարության պաշտոնական կայքում նշված առավի կապոնյանի կենսագրական տվյալները։ Մենք տիրապետելով այդ կենսագրական տվյալներին, արդեն համապատասխան հարցումներ տեսել ենք, որպես ապացույցներ ներկայացնում ենք եւ ազգային ժողովից եւ կառավարությունից ստացված հնարավոր եկամուտների։ Եթե մենք պատասխանենք, որ չի պահպանվել ազգային արխիվը, հարցումներ կատարենք ազգային արխիվ։ Այսինքն մենք փորձել ենք որքան հնարավոր է օրինական եկամուտների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալ։ Եվ այդ տեղեկատվության առկայության պարագայում, եթե ինչ-որ գույքի ձեռքբերում է եղել, որը որ նշված աներ որոշումներ, ուսումնասիրության նոր ժամանակահատված սահմանելու։ Ուրեմն այդ ստացած օրինական եկամուտները բավարար չեն եղել, որ այդ գույքը ձեռքբերել կամ ամբողջությամբ, կամ ինչ-որ մի մասով։ Հիմա չեմ հիշում ինչպես է դա հաջողաբանել։ Եվ դա հիմք հանդիսացել, որպեսզի մենք ժամանակահատված սահմանենք ուսումնասիրության նոր ժամանակահատված։ Շատ է։ Այդ դեպքում բան ենթեմ, ինձ կբացահայտեք, եթե ստացել եք խոսքը վերաբերում է ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ որոշման։ Եթե ստացել եք բացառապես կադաստրային գործեր, պայմանական, եթե հիմա ճիշտ եք հիշում, 27 անուն գույքի վերաբերյալ։ Ինչ տվյալների հետ եք համադրել, որ հարգել եք հետևության, որ առնվազն նվազագույն շեմը ապօրինի ծագման վերաբերյալ այլևս հաղթահարված է, եթե որևէ այլ տեղեկատվություն, առնվազն եկամուտների գոյության մասին, հանգատնային օրինական նախաքննական մարմնի կողմից, պայմանական են ելույթ օգտագործում, ուզում եմ հիշեցնել, ձեզ չեն տրամադրվել, այսինքն տրամադրվել է բացառապես գույքերի գոյության վերաբերյալ կադաստրային տվյալներ։ Ինչի հետ եք համադրել, ինչպես եք եկել եզրահանգման, որ ինքնին գույքերի գոյությունը արդեն իսկ վկայում է օրենքով նախատեսված ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության մասին։ Զեկուցագիրը տեսնեք, զեկուցագիրը նշված է բարոյ իրականացնող մարմնի հետևությունները, որ իրենց մոտ կասկած առաջացել, որ Հովիկ Աբրամյանը եւ իրեն փոխկապակցված անձինք խնայում են 50 միլիոն դրամը գերազանցող գույքի։ Հետո նշված են նաեւ փոխկապակցված անձանց անունները, նկարագրված են մեղադրանքը։ Գից ներկայացված է նաեւ ձեր կողմից նշված եւ թղթային տարբերակը եւ էլեկտրոնային լազերային սկավառակները։ Միայն էլեկտրոնային լազերային սկավառակների տվյալները, որոնք վերաբերում են փոխկապակցված անձանց, դրանք մեր պատասխանողների վերաբերող տվյալներ են, այսինքն մենք դա ուսումնասիրենք եւ տեսնենք, որ այո, այդ մարդիկ փոխկապակցված են Հովիկ Աբրամյանի հետ, Հովիկ Աբրամյանը հանդիսանում է։ Ես ներողություն խնդրում համար, միայն կադաստրային գործերի ուսումնասիրությունից, որտեղ այդ կադաստրային գործերի ուսումնասիրությունը իրենից ենթադրում է առողջարքի պայմանագրերը տեսնել եւ ինչ արժեքներով են գրկված չէ առողջարքի պայմանագրերը։ Քանի որ դրանք մեծածավալ են եւ տարբեր անձանց անուններով եւ դուք տեսնում եք իմ կողմից նշված քննիչի տված նյութեր պապկայում դա։ Այդ քննիչի տված նյութեր պապկայում մենք քանի որ կար նաեւ այդ կանխավարկածը, որ այս անձանց անունով պապկվող գույքերը նույնիսկ վարույթ իրականացնող մարմինն է մեզ նշում, որ պատկանում են Հովիկ Աբրամյանին, մենք ընդհանուր դիտարկել ենք սա եւ տեսնում ենք, որ դա հնարավոր չէ, որպեսզի օրինական եկամուտով հիմնավորվեր այս գույքերի ձեռքբերումները։ Դրանք 10-ից ավել են եւ ավել, չգիտեմ, 10-ից մի քանի անգամ ավել գույքերի մասին է խոսքը։ Եվ այդ կանխավարկածը, որ օրինակ գույքեր կա Հյուսիսային պողոտայում, արդեն մեզ բավարար է եղել, որ այս գույքերի ձեռքբերումը ունի օրենքի 24-րդ հոդվածի առաջին մասով սահմանված 50 միլիոն դրամ շեմը գերազանցելու, որ այդ կանխավարկածը մենք սկսել ենք ուսումնասիրությունը։ Ես հիմա այդ բանակն եմ ուսումնասիրում, հստակ հետևյալն է Աբրահամյան Հովիկ, Բարսեղյան Բագրատունի, Գևորգյան Աբիկ, Գևորգյան Գրիգոր։ Այս անձանց անվամբ գրանցված գույքերի կադաստրային գործեր են։ Կադաստրային գործերի ուսումնասիրությամբ հանգել եք, որ դրանք չէին կարող ձեռքբերվել օրինական եկամուտներով, հանգել եք հետևության, որ դրանք Աբրահամյանին փոխկապակցված անձանց պատկանող գույքեր են։
Այո, դրանք փաստացի պատկանում նահատականներն են։ Այսինքն այս բանակները մենք իսկ բանակական գործընթացը մի փոքր կբացատրեք, կոնկրետ այս կադաստրային գործերում բանակվող որ տեղեկությունները ձեզ վերեցին եմ սիտրամաբանական։ Դերսան համադրել զեկուցագրի հետ։ Զեկուցագրի եւ անձին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումների հետ, որոնք եւս կից ուղարկվել են մեզ։ Այսինքն ձեզ համար հիմք է եղել նախաքննական կանոնի տված գնահատականը փոխկապակցվածության եւ գույքի օրինական ծագման վերաբերյալ։ Նաեւ իր նախաքննական մարմնի գնահատականն է կարևոր եղել։ Նաեւ հասկացա, ձեր սեփական, այսպես ասած, հետևությունները, այս կադաստրային գործերի որ տվյալները, որն են ինչի հետ համադրել, որ ամեն դեպքում հավաստի եք գնահատել նախաքննական մարմնի գնահատականը ձեզ համար պարտադիր է։ Կարող եք համաձայնել կամ չհամաձայնել նախաքննական մարմնի տված գնահատականների։ Համապատասխան նյութեր ուղարկել է, այնօք եթե միայն գնահատականն է, միգուցե չհամաձայնվեց, բայց նաև կան նյութեր ուղարկել։ Միայն Հովիկ Աբրամյան այս բանակում կան գույքերի վերաբերյալ մոտավորապես 30 բանակներ, այսինքն 30 տարբեր գույքային միավորների վերաբերյալ բանակներ կան։ Դա արդեն իսկ բավարար է, որպեսզի մենք մեր ուսումնասիրությունը սկսենք ապօրինի կանխավարկածով։ Գույքի քանակ կա, որը ձեզ հուշում է, որ Եվ քանակ եւ տեղակայում, թե որտեղ են այդ գույքը։ Այդ նվազագույն քանակը եւ լավագույն տեղակայումը որոնք են։ Ես չեմ կարող դա ասեմ, բայց օրինակ այս վարույթի շրջանակներում որ քանակը որ կտեղակայում Ազատության պողոտայի առանձնատները եւ հյուսային պողոտայում տեղակայում ունեցող բնակարաններ արդեն իսկ բավարար էր, որպեսզի մենք ուսումնասիրենք հանրային պաշտոն զբաղեցնող պաշտոնական անձի ամբողջ գույքների վերություն։ Պարոն Երեմյան, ես ներողություն եմ խնդրում, եթե միտքս միգուցե կոպիտ կհնչի, կոպիտ որևէ միտք ասելու մտադրություն չունեմ, այլ չգիտեմ ավելի նոր ոնց կարող եմ այս միտքը ձևակերպել։ Այդ տեղակայումը եւ քանակը, որ դիտարկում ենք, դա որ չափանիշից եկել, դա անձնական ձեր մասին չեմ խոսում, հանկարծ սխալտպավորություն չստեղծվի։ Դա անձնական կանոններից ելնելով, որ եթե օրինակ 3 գույքից ավել է, հետևաբար խնդրահարույց է, թե եթե ոչ ձեր անձնական, ապա ինչ-որ մեկի ձևավորած չափանիշն է սեփական կանոնների հիման վրա, որ եթե այսքանից ավել է եւ այստեղ է տեղակայում, ուրեմն արդեն իսկ խնդրահարույց է, թե չափանիշը այնուամենայնիվ ինչ-որ իրավական աղբյուրներից վերցված եւ ձևավորած չափանիշ է։ Ուսումնասիրությունը սկսելու հիմքը Օրենքի 4-րդ հոդվածում երկու պայմաններից է բաղկացած, եւ մենք առաջինը նայում ենք այդ պայմանների արտահայտությունը, այսինքն կա հիմքը տվյալ դեպքում քրեական հետապնդում հարուցելու որոշում եւ կանխավարկած, որ անձին հնարավոր է պատկանումը ապօրինի ծագում ունեցող գույք։ Հիմա նախաքննական մարմինը իր քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ տվյալ դեպքում նկարագրել է արար պաշտոնական լիազորությունները չարաշահելու, որը եւս վերաբերում է գույքային իր գույքային ֆոնդ որոշակի քանակի գույք բերելու։ Այսինքն կան կանխավարկած, որ պաշտոնատար անձը ըստ իր մեղադրանքի բովանդակության եւ նկարագրության հանձնարարել է, որ ինչ որ X գույքը գրանցվի իր կամ իր մերձավորի անունով։ Դա մեկ զեկուցագրում նախաքննական եւ հսկողություն իրականացնող դատախազի հայտնած կասկածը, որ անձը ունի ապօրինի ծագում ունեցող գույք ըստ իրենց ձեռք բերած տվյալների եւ տրամադրում են գույքերի են ցանկը, որոնք այդ անձանց անունով են։ Մենք այդ փուլում այդ տարբերակ չունենք, մենք արդեն մեր մոտ է ձևավորվում այդ կանխավարկածը, որ սա բավարար է։ Դուք տարբերակ ունեք, թե տարբերակ չունեք, ասիկ մենք տարբերակ ունենք։ Մենք չենք որոշել։ Ստուգողական աշխատանք իրականացնում։ Ես տեսեք համաձայնում եմ, որ դուք եք ստուգողական աշխատանք իրականացնում։ Ասում եմ, ստուգողական աշխատանք իրականացնել, ասում եք կադաստրային գործերի քանակն ենք տեսել եւ գույքերի տեղակայման վայրերն ենք տեսել։ Եթե իրենք լինեին հեռավոր մարզում մոռացված դաշտավայրերում, որտեղ մոտ կասկած չէ հարուցնի։ Այստեղ նորից եմ ասում, խոսքը բարձրաճան պաշտոնատար անձի մասին է, կա նկարագրված նաև մեղադրանք, տարբեր իրավիճակներ ունեն դեպի փիլիսան։ Ես չեմ կարող ասել, որ հեռավոր մարզերում լինել, բայց մենք ստանանք վարչապետի նախկինում վարչապետ աշխատակցի։ Մենք մեր իրավիճակից չհեռվանանք։ Ես չեմ կարող հիմա ինչպես կարող դա ասել, չենք սկսի ուրեմն, եթե տես լիներ, ձեր ասածով։ Ես որքան իրավաբանության մեջ սովորել եմ պրակտիկ գործունեություն իրականացրել,
ինձ մոտ առնվազն այն կանխավարկածն է գործել, որ ցանկացած օրենք եւ չափանիշ կիրառելուց այդ օրենքի եւ չափանիշի կարգանախորը կլինի օրենքը իրավունքը։ Իմ անձնական ընկալումները, իմ անձնական մոտեցումները չեմ կարող չափանիշ որպես սահմանել եւ կիրառել այն խնդրի նկատմամբ, որը ենթադրում է իրավական լուծում, իրավական նորմերի կիրառում։ Հիմա ենթադրում եմ, ես վստահ եմ, որ այստեղ մենք համակարծիք ենք, հա, որ պիտի ցանկացած չափանիշ, եթե իրավական խնդրի լուծման մասին ենք խոսում, իրավունքից ձևավորվի։ Հիմա դուք ասում եք գույքը եւ տեղակայումը տեսանք, այդ կանխավարկածը նախ կանխավարկածն է ինձ համար բացահայտում, որ ի սկզբանե գործում է ապօրինի լինելու կանխավարկածը։ Ձևավորված է կանխավարկածը մեզ մոտ։ Այս ես ասում եմ, այդ քանակի եւ որակի տեղակայման վայրի տեսանկյունի չափանիշը որտեղից եք վերցրել, որ օրենքի այդ չափանիշը ձևավորվում է ելնելով գույքի քանակից եւ տեղակայման վայրից։ Որտեղ ասում եմ բավարար հիմքեր ենթադրելու։ Հաստատված ենթադրություն, որ այդ գույքերը այդ փուլում ունեն ավելի շատ ապօրինի, քան օրինական ծափ։ Եվ նորից եմ նշում, մեղադրանքի բովանդակությունները մեզ հուշում, որ անձը իր գույքային ֆոն օրենքով արգելված որոշակի միջոցով կարող գույք բերի, ըստ մեղադրանքի բովանդակության։ Արդյունքը լինում է, որ մենք այդ կանխավարկածով առաջնորդվենք, որտեղ 4 հոդվածն ասում է կանխավարկածով առաջնորդվի։ Ենթադրությունը քեզ բավարար, քեզ հաստատված փաստեր պետք չեն, իրավասում է։ Այդ ենթադրությունը նորից վերադառնում ու երևի այս քանով ավարտան դրանք ընդհանրի մասին չգիտենք։ Ենթադրությունը պիտի ձևավորվի օրենսդրական չափանիշների հիման վրա, եւ այդ ենթադրությունը պիտի ձևավորվի գործում առկա տվյալների հիման վրա, հա դա ներքին համոզմունքի խնդիր է։ Սուբյեկտիվ ներքին համոզմունքի խնդիր։ Պետք է գործի տվյալները լինեն, որ համադրենք ներքին համոզմունքի։ Այդ ներքին համոզմունքը ներողություն եմ խնդրում, դատարանների բարեկայում գիտեն ինչպես պետք է ձևավորվի։ Հա, գործով ձեռքբերված ապացույցների հիման վրա է կարող է միայն ներքին համոզմունքը, ոչ թե սեփական պատկերացումների, ընկալությունների կամ ցանկությունների։ Ենթադրում եմ նույն սկզբունքը գործում է նաև դատախազական մարմիններում, որ ներքին համոզմունքը անձի, պաշտոնատար անձի ցանկությունների հիման վրա չէ, որ պետք է ձևավորվի, այլ հետազոտված կամ գնահատված կամ ուսումնասիրվող փաստաթղթերի տվյալների հիման վրա։ Հետազոտված փաստաթղթերի տվյալների հիման վրա։ Շատ է։ Այդ դեպքում ինձ կասեք, ինչ ուսումնասիրեցիք այս կադաստրային գործերում, բացի քանակի վերաբերյալ տպավորությունից, որ ձեզ մոտ ձևավորվեց գույքի ապօրինի ծագում ունենալու ձեր եզրույթու օգտագործում կանխավարկած։ Ես ուսումնասիրեցի, ես հետո պետք է ուսումնասիրել, դեպի փիլոսոֆիան։ Ես այդ փուլում ուսումնասիրելու որևէ լիազորություն չունեմ, երբ որ ստանում եմ նյութեր նախաքննական մարմնից կամ։ Բայց նոր դուք ընդունեցիք, որ անգամ ենթադրությունն է, ենթադրում է։ Այո, ես ներկայացված փաստաթղթերի հիման վրա կարող եմ որոշակի փաստաթղթերն էին, որտեղ ամեն դեպքում հուշեցին, որ անոր հիմքերը հուշեցի զեկուցագիր, քրեական վարույթ հարուցելու որոշում, քրեական անձի նկատմամբ քրեական հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում, նկարագրությունները կամ եւ գույքային կազմ, որը տվյալ դեպքում կադաստրային գործում առկա տվյալները արդեն իսկ բավարար են, որ տվյալները։ Օրինակ, միայն Հովիկ Աբրամյան ֆայլը բավարար է։ Քանակական տվյալները։ Քանակական տվյալները եւ PDF ֆայլերում առկա գործարքի գումարները, թե ինչ գործարք գումարային, ինչ գումարներով է գործարքը։ Ոնց մեկ օրինակ ինձ կասեք, որ գումարն է ձեզ կասկածելի խաղը։ Հիմա դեպի Պլյուսյան, այստեղ նորից ասում եմ։ Ես հասկանում եմ, որ ծավալը մեծ է, հանրական հասկանում եմ։ Բոլորն էլ ուսումնասիրել ենք, տեսել ենք, օրինակ, եթե Մղճան համայնքում ենթադրենք կա 30 հեկտար հող, դա էլ է կասկածելի արդեն։ Տարբեր կտորներից բաղկացած։ Եթե ամփոփեմ, ձեզ համար ուսումնասիրություն սկսելու հիմքը գույքի կազմն է, պակաս կարևոր չէ գույքի տեղակայման վայրը, բայց դրա օրինական եկամուտով կամ ապօրինի ծագում ունենալու վերաբերյալ։ Գույքի կազմ, քանակ, դրա չափեր, օրինակ չգիտեմ, 120 հեկտար մի գյուղու հող ունենալ, դա չեմ կարծում, որ միանգամից պաշտոնատար անձի մոտ կարող է կանխավարկած ձևով եւ ասի, չէ, օրինական 120 հեկտար հող ունենալը նորմալ է դա։ Ամեն դեպքում այդ հետագա ուսումնասիրությունը դա պետք է բացի ուներ անձեր եկամուտները թե չուներ, բայց այդ փուլում ներկայացված իմ կողմից վարակված ապացույցների հետ ավելի շատ ապօրինության կանխավարկած է ձևավորվում։
Շատ է։ Ինձ կբացահայտեք, այստեղ նախաքննական մարմնի կողմից ձեռքբերված քրեական գործերի կաների ցուցմունքներ եք գործի գծել, էլի չեմ կարողանում հասկանալ, թե դա որ դիմաց ձեր առջև բացահայտվել։ Այստեղ որպեսզի հարցը պատասխանելուց է, եթե չեմ սխալվում, 6-րդ պատումն է։ Ես դրությամբ երբ որ բարձրաբանել եմ, որ 4-րդ հատորում եմ, հիմնականում 4-րդ հատորում եմ, բոլոր հարցերի պատասխանները, 4-րդ հատորի, այսինքն հայցիկից ապացույցների ցանկը ներկայացված է, հենց 4-րդ հատոր ցանկի վերջին կետը, եթե ուսումնասիրեք, Տիկին Փիրոսյան, գրված է, որ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունների 2021 թվականի փետրվարի 4-ից մինչև 2022 թվականի մայիսի 5-ը հասցեագրված եւ ստացված գրություններ։ Եվ ոչ լազերային սկավառակներ։ Գրությունները ուսումնասիրել, բայց չգիտեմ, այս ցուցմունքները այդ գրություններում կոնկրետ մինչ սա գրություն կա, երբ մենք պահանջում ենք ամբողջ քրեական վարույթը։ Բայց քրեական վարույթը ամեն ինչի չէ, որ հայցի հիմքում պետք է դրվի, որովհետև կան նախաքննական գաղտնիքներ, կան ոչ վերաբերելի փաստաթղթեր եւ մենք միայն հայցում որպես ապացույցներ օգտագործել ենք այն ապացույցները, որոնք վերաբերել են գույքային կազմերին։ Թե ցուցմունքի տեսքով եւ թե չգիտեմ, տարբեր կառույցներից ստացված գույքային կազմերի վերաբերող փաստաթղթեր։ Հիմա այդ ցուցմունքները մենք քրեական գործի երբ որ ամբողջությամբ ուսումնասիրել ենք, այդտեղից ենք կարողացել բարձր, թե ինչ ցուցմունքներ կան, որոնք վերաբերում են փոխկապակցվածությանը, անձնական գույքային կազմին։ Տեսեք, ձեզ մի գրություն ստացվել է 17/02/21 թվականին, որ տրամադրել են քրեական գործի նյութերը 2 սկավառակ։ Բայց մենք ամբողջը չենք տրամադրել, ոչ դատային, ոչ էլ պատասխանատու։ Եվ 11/03/2021 թվականին կրկին Մեղադրյալ Աբրահամյանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը 1 լազերային սկավառակ։ Միայն լազերային սկավառակ, թե նաև թերթեր։ 1 լազերային սկավառակ է աշխատեցնել։ 2 լազերային սկավառակի հետ ոնց որ 15 թերթեր, չէ, 2 լազերային սկավառակ եւ 1 լազերային սկավառակ։ Հիմա դες ավելի ցտակ ասեմ։ 3 փուլով են դες նյութեր տրամադրվել, իսկ սկզբանը որացիկ միայն կադաստրային գործերն են եղել, 17/02/21 թվականին 2 լազերային սկավառակ, 11/03/21 թվականին 1 լազերային սկավառակ եւ 11/05/22 թվականին 15 թերթ եւ 1 լազերային սկավառակ։ 4 լազերային սկավառակ դարձավ։ Այո։ Տեսած են։ Դատարանում։ Ուզում եմ հասկանալ որոնք են։ Այս պարունակությունները իմ կողմից նշված է քննիչից ստացված, քննիչի Քննիչից ստացված 2 էդպիսի անվանման բանակ կա, մեկը այս կադաստրային գործերն են, մյուսն էլ քննիչի բանկային գաղտնիք, որը ենթադրում է 21 թվականին։ Գործի բնօրինակում է 4 լազերային սկավառակը։ Հիմա իմ մոտ էլ է էլեկտրոնայինով այդպես երևում է, կարող է ուղղակի մայր գործի բնօրինակից տեսնեք, թե որոնք են։ Ինչ են ստացել։ Որտեղ երբ որ ձեր երբ որ ձեր ինձ տված սկավառակներ ուսումնասիրում են, ժամանակագրությունը վկայանալի մասին, որ դրանք չէին, դա մի դեպքում ժամանակագրություն է, մյուս դեպքում կից գրությունները վկայանում են մասին, որ դրանք միայն նախաքննության ընթացքում ձեռքբերված մարմնի կողմից տվյալները չեն, որտեղ այդտեղ Սրտուի Գայլանին հասցեագրված պատասխաններ կան, դες հասցեագրված պատասխաններ կան։ Ես չեմ կարողանում ֆիլտրել հասկանալ, թե ինչ սկավառակը կամ չէ սկավառակը որ դուք մեզ տրամադրել եք, ի վերջո դրանց պարունակող տեղեկատվությունը, որն է ձեր կողմից ձեռքբերվածը, որն է նախաքննական մարմնի կողմից Ես ասում եմ, որ քննիչ է, նշված է քննիչ։ Բանկային գաղտնիք, կադաստրային գործեր։ Չէ։ Այո։ Եթե ես չեմ սխալվում, երկուս չի։ Կա քննիչ բանկային գաղտնիք, նամապապկա կա։ Այո։ Քննիչի տված նյութեր կա։ Դա էլ կադաստրային գործերն են։ Եվ կա, որը որ չի երևան, քրեական գործի նյութեր, որ նորից 2 լազերային սկավառակից է բաղկացած եղել, դա չկա դատարան։ Այդ չեք ներկայացրել, ոչ դատարան, ոչ մեկ։ Քրեական գործի նյութերից նորից նշեցի, դուք նշեցիք նոր ցուցմունքների մասին, որոշակի ծավալի ապացույցներ են ներկայացել։ Հիմա
որպեսզի ձեր չտանջեմ, ես չտանջվեմ։ Կարող եք այսպես ֆիքսել, որ վարորդն իրականացնող մարմնից առնվազն մեծ դատարանին հասանել այդ երկու պատկանի քննիչի բանկային գաղտնիք եւ կադաստրային գործերը եւ այս վկայի ցուցմունքները։ Ուրիշ բան վարորդն իրականացնող մարմնից չկա, իսկ դատարան ներկայացված եւ մեծ տրամադրվածություն։ Ինչը որ կա, այդ 4 լազերային սկավառակների մեջ եւ թղթային տպված նյութերի մեջ է։ Օրինակ, քննիչի կողմից բանկային գաղտնիք ձեռք բերելու համար համապատասխան միջնորդության դատարանի դիմերը, դատարանի կայացրած որոշումները, որ ևս մենք ներկայացնում ենք, որպեսզի հիմքերը պարզ լինի, որ դա ևս մենք անօրինական ճանապարհով չենք ստացել։ Դատարանի որոշումը հիմա վրա ստացված ապացույցները։ Եվ մի հարցին ունեմ, մեր էլի եկալ քննարկումների ընթացքում միշտ նշում ենք, որ իրական շահառու լինելու հանգամանքը գնահատել եք ելնելու դրան, որ ուսումնասիրել եք բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունները եւ այդտեղ տեսել եք, նկատել եք բազմաթիվ փոխանցումներ, կապակցված փոխանցումների ակտիվությունը ֆինանսապես որոշակի կապակցություն ունեն եւ այդ ձեր ֆինանսական դրամաբանական եզրահանգմամբ իրական շահառուն հանդիսանում հողի կապրան։ Այդ իրական շահառու լինելու հանգամանքի վերաբերյալ երբ եք դուք եզրահանգման անգել։ Ուսումնասիրության ոչ ուղում եք այդ գույքերի գնահատել, որ այդ գույքերի իրական շահառուն հողի կապրանն է։ Ես նշեցի, ներկայացված են ապացույցներ, օրինակ եթե Բաղրատունի Բարսեղյանի եւ Գրիգոր Գևորգյանի գույքային կազմը ներկայացված է որպես փաստացի հողի կապրանների պատկանող գույքեր, մենք այդ ուսումնասիրությունը սկսելուց այդ կանխավարկածը ունեցել ենք, բայց դա համատեղելու գործողությունները արդեն կատարել ենք բանկային գաղտնիք պահանջել եք այդ իրական շահառուների, այսպես իրական շահառու գնահատված գույքերի տիտղոսային սեփականատերերի բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունները ելնելով նրանից, որ ձեր ձերված դիաները վկայել են մասին, որ իրական շահառուն հողի կապրանն է։ Եվ իրականացնող մարմնից տված։ Եվ երբ որ մենք ենք ուսումնասիրել կադաստրային գործերը, հաճախակի առնչություն ենք։ Եվ ոչ միայն բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունները, ձեր բոլոր գերատեսչությունների ուղղված հարցումները ի սկզբանե ուսումնասիրությունը սկսելու պահից ի վեր ներառում են այս գործով ներգրավված բոլոր հնարավոր պատասխանատուների, որոնց գույքերի իրական շահառու առնվազն հայցում փաստարկում են, որ հողի Եթե չեմ սխալվում, նաև նյութերի հետ ի սկզբանե տրամադրվել էր օպերատիվ հետախուզական միջոցառման պատասխան, որտեղ ևս նշվում է, որ հողի կապրանները որոշակի գույքերի իրական շահառու է, դա ևս մեծ կանխորոշիչ է։ Այդ տեսեք, ես հրապարակեցի այդ քննիչի տրամադրվածություններ բանակի միջի պահանակությունը, որոնք կադաստրային գործերներն են, դեռ հողի կապրանն, Բաղրատունի Բարսեղյան, Ամիկ Գևորգյան եւ Գրիգոր Գևորգյան։ Այո, Գրիգոր Գևորգյան։ Որպես իրական շահառու հետագայում գնահատված, գործով ներգրավված տիտղոսային սեփականատերերի ցանկը շատ ավելի լայն է։ Լեստա Աբրամյան, Կամ Աբրամյան, Էմա Զարուկյանը, Բեկա Աբրամյան, Ամինա Աբրամյան, Արսեն Աբրամյան, Կանե Աբրամյան, Աննա Հայրապետյան, Ռուզաննա Աղաբեբյան, Աղաբաբյան, Գարիկ Պողոսյան, Լուհար Ռուսկայան, Աշոտ Խաչատրյան, Ամիկ Գևորգյան, Բարսիկ Բաբայան, այսքան։ Այդ իրական շահառու լինելու հանգամանքը գնահատել եք բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունները ստանալու եւ գործարքների ակտիվությունը նկատելու արդյունքում։ Ինչու եք ի սկզբանե, երբ որ ուսումնասիրությունը մեկնարկել եք, ձեր հարցումներում, երբ որ կարծես թե առնվազն ուսումնասիրության մեկնարկման ժամանակ ես ասին կասկած չէին հարուցում, առնվազն գոնային անձինք, որոնք կադաստրային գործեր պահանջող պահանջումներ հաստատ չէին, նաեւ իրենց վերաբերյալ տեղեկությունները։ Ինչ չենք անում։ Ինչու եք ներառում նաև իրենց վերաբերյալ տեղեկությունները։ Եթե իրական շահառուի վերաբերյալ ձեր եզրահանգումները իրականացրել եք եւ եզրահանգումներին գալու հիմքեր ձեզ համար ստեղծել են, բանկային գաղտնիք պահանջող տեղեկությունների ուսումնասիրությունը, որը ստացել եք 22 թվականի Բայց ով ինչ չի սահմանափակում գործողությունների մեջ, դա սկիզբն է, մեկնարկը տրվեց, այսպես ասած, ուսումնասիրություն սկսելու որոշմամբ։ Հետագայում արդեն
Եվ ասում մարմինը որոշում է այդ ծավալը, ովքեր են։ Եթե նկատել եք ավելի մենք հարցներով ավելի շատ մարդկանց վերաբերում ենք։ Ձեզ չեմ վերագրում ասվածս, ընդհանրական դիտարկեք, բայց այդ իրավասում մարմնի գործողությունների հիմքում ենթադրում է պետք է ընկած լինի օրինականությունը, ոչ թե կամայականությունը, չէ՞, այսինքն սեփական հայացողությամբ չեք որոշում ինչ ծավալի անձանց ներգրավել, ինչ ծավալի անձանց վերաբերյալ տեղեկատվություն հավաքագրեք։ Ուսումնասիրության հետաքրքրող անձանց մասով պիտի տեղեկությունները հավաքագրվեն, այդպես է։ Թե օրենքի 3-րդ հոդվածում նշված է փոխկապակցված անձ եսյուրտը եւ նշում է փոխկապակցված անձ ում հետ տվյալ անձը վարում է ընդհանուր տնտեսություն, համատեղ ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ փուլում գում է, մենք չենք կարող բարձելով Գավրամյանի երկրորդային դրություն, գիտեմ, փեսայի դրություն եւ շարունակ ծնողների գույքային դրություն։ Մենք ճիշտ եմ հասկանում, որ դրամաբանությամբ եթե օրենք առհասարակ նախատեսում է փոխկապակցված անձ եսյուրտը, ուրեմն օրենքը ուսումնասիրել մեծ հայտնի որոշ շրջանակից մենք օրինակ որոշում ենք թե հնարավորինս անձանց է ձեռնարկատիրական անկախ նրանից հիմքեր կան, չկան ենթադրելու այդ հիմքեր արդեն կան, սկսվել է ուսումնասիրությունը։ Դուք ուսումնասիրություն գույքի առնչությամբ եք, չես սկսում, ճիշտ եմ հիշում։ Օրինակ Ռուզաննա Աղաբաբյանը անգամ այդ փոխկապակցված անձ եզրույթի հնարավոր չափանիշներից որևէ մեկի կապը չի բավարարում։ Ռուզաննա Աղաբաբյանի մասին իսկական ինչու եք տեղեկատվություն հավաքագրում, եթե հետո եք պարզել, հետո ձեռք բերված տեղեկությունների հիման վրա եք պարզել, որ որոշակի ֆինանսական ակտիվություն եք նկատել, նաև ռեալական շահառունդինի Հովիկ Աբրահամյան, հետևաբար միայն ստուգել հասկանալ ինքը հնարավորությունները գույքը ձեռք բերել, թե չէ ենթադրում տեղեկությունները այդ նպատակով եք հավաքագրում, որ հասկանայիք ինքը իր միջոցներով կարող է ձեռք բերել, թե չի կարող ձեռք բերել։ Հետո օպերատիվ մարմնի նստավան են տվել, որ Գրիգոր Գևորգյանը ունի գույքեր, որոնք պատկանում են Հովիկ Աբրահամյանին, իսկ Ռուզաննա Աղաբաբյանը Գրիգոր Գևորգյանի կինը է, թե չեմ սխալվում, եւ համատեղ կարող է գույքերը պատկանել Գրիգոր Գևորգյանի եւ Ռուզաննա Աղաբաբյանի, պահանջում ամբողջական կադաստրային գործեր եւ ոստիկանության։ Օրինակ Ռուզաննա Աղաբաբյանի որ գույքի մասով է ուսումնասիրություն իրականացնում։ Մենք պահանջում ենք, որպեսզի հասկանանք, թե որը հնարավոր, որ իրական շահառու կարող է լինել Հովիկ Աբրահամյանը։ Այսինքն դուք կոնկրետ գույքի առնչությամբ չեք ուսումնասիրություն իրականացնում, դուք անձի առնչությամբ եք ուսումնասիրում։ Անձի ամբողջ գույքերը ուսումնասիրում են տվյալ անձի։ Եթե կա այդ կանխավարկածը, որ հնարավոր է տվյալ անձի անունով գույքերը իրականում պատկանում են մեկ այլ անձի, մենք այդ անձի գույքային ամբողջությունը եւս ուսումնասիրում ենք եւ կարծեմ մասով սահմանադրական դատամիտ խնդիր չի տեսել։ Ուսումնասիրությունը անձի վերաբերյալ է ոչ թե ուսումնասիրություն իրականացնենք այդ անձանց գույքային դրությունների վերաբերյալ։ Հիմա ճիշտ եմ հասկանում, որ դուք մեծ հաշվով անձի վերաբերյալ եք սկսել ուսումնասիրություն իրականացնել, ոչ թե կոնկրետ գույքերի մասով եք սկսել ուսումնասիրություն։ Անձի վերաբերյալ մենք մի նորեն հարցի շրջանակներում Ուրեմն ոնց որ ենթադրել, նոյեմբեր, եթե ես ճիշտ եմ հասկացել ամբողջ գրականությունը, որ ուսումնասիրել եմ, դա գույքային բարիք է։ Գույքային բարիք, բայց ինչ-որ մեկի անունով է չէ, իրականության մեջ գույքերը։ Մենք ուսումնասիրությունը ուղղված է կոնկրետ գույքի օրինականության ծագումը ստուգելուն, թե անձի գույքային կազմը պարզելուն, հետո այդ գույքի օրինականությունը ստուգելուն։ Ամեն դեպքում պետք է անձի գույքային դրությունը պարզվի, որ դրա օրինականությունն է։ Այսպես վեր եք անում անձի գույք է պատկանում, հետո որոշում եք ստուգել դրա օրինականությունը։ Գույքի վերաբերյալ ունենակ ազդակություն ունենակ ազդակ, ձեր համար ազդակը անձի վերաբերյալ տեղեկատվությունն է։ Մենք ստանում ենք անձանց անունով գրանցված գույքերի վերաբերյալ տվյալը, դա է ազդակը։ Եվ բացարձակ կարևոր չէ ունեք տեղեկատվություն գոնե նվազագույն դրանց օրինական կամ ապօրինի ծագման մասին։ Եթե անձի վերաբերյալ ինչ-որ իրական բառ կա, եթե Գևորգյանի վերաբերյալ ունեք նվազագույն տեղեկատվություն, դա արդեն ազդակման ուսումնասիրել գույքի արկայության, թե դրա ծագման վերաբերյալ։ Եվ գույքի արկայության եւ ծագման վերաբերյալ ինչ Նշեցի օպերատիվ մարմինները նշել են, որ դրանք Հովիկ Աբրահամյանի պատկանող գույքեր են։ Այդ տվյալներ չեք ունեցել։ Ինչ որ տվել է, ի սկզբանե կարող իրականացնում մարմինը տրամադրել։ Օրինակ օպերատիվ զեկուցագրում առնված են Արկամ Աբրահամյանի մասով որևէ նշում չկա, որ պատկանում են գույքեր, որոնք իրավորված իրական շահառուն Հովիկ Աբրահամյանը բայց ուսումնասիրությունը սկսելուց ի վեր տեղեկատվություն եք հավաքագրել այդ թվում Արկամ Աբրահամյանի մասին։ Ինչու եք ի սկզբանե Արկամ Աբրահամյանի մասին Նամանավանդ որ կադաստրային գործերն են որպես համակրվել են, Արկամ Աբրահամյանի անվան որևէ
ներառված չէր, ուսումնասիրված չէր։ Նորից երրորդ հոդվածով եք առաջնորդվում, մեր ձևով հասկական Արգամ Աբրահամյանը, Օրիկ Աբրահամյանի որդին է, մեր ձևով հասկական եք համարել և իր գույքային կազմի ևս ստուգերին և օպերատիվ հանձնարարության պատասխանը կարծեմ անդրադարձել մեր Արգամ Աբրահամյանի անձնագրերի, որոնք ինչ-որ լոկ նվիրատվությամբ տրամադրվել էր Օրիկ Աբրահամյանը։ Անձի վերաբերյալ անձի վերաբերյալ ուսումնասիրություն եք սկսում իր մերձավոր ազգականներին, այսպես մեխանիկորեն ավտոմատ արդեն իսկ ներառում եք։ Մեխանիկորեն ավտոմատ չէ, բայց հիմքերի հարկայության դեպքում ներառում է։ Այդ դեպքում որն է հիմքը։ Մի քանի անգամ ասել եմ դարձայել։ Կադաստրային գործերը։ Հիմքը դա է կադաստրային գործը, օպերատիվի պատասխան, զեկուցային իրական։ Այդ բայդրությամբ Արգամ Աբրահամյանի մասով կադաստրային գործեր դեպքերապետության տակ չկային։ Հա, ինչ-որ մի փուլում Հովիկ Աբրահամյանի ծնողների վերաբերյալ չկային։ Այլ անձիկ ևս կային։ Դե հարցը դրան է վերաբերում, եթե առանց վերաբերյալ այսպես հուշով որևէ բան չկար, որ ձեզ կարող են իրենք հետաքրքրել։ Ինչու՞ ի սկզբանե առաջին իսկ հարցման բարակայում եք, որ օրինակ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ հայտարարություններ եք պահանջում, պահանջեցիք նաև ծնողների, կնոջ, երեխաների, բայց ամեն ապացույց պահանջելուց նոր գործ է չէ առաջանում։ Այ հայտարարները երբ որ պահանջում ես, այնտեղ նշվածը փոխկապակցված անձանց շրջանակ։ Այդ դրամաբանական շփման որ տեսնի, ես հարցը չի բարձրացնում, որ ապացույցից առաջացած ինչ-որ վերադարձակ ուսումնասիրեցիք, գնացիք դրա հետքեր։ Մենք առաջինը, եթե չեմ սխալվում, սկսելուց հետո պարզել ենք անձի մնացած հայտարարները։ Հովիկ Աբրահամյանը իր փոխկապակցված անձանց դեպ առաջինը դա է տրամադրվել։ Եթե նայեք վարույթի դերթականությունը այդպես է սկսվում։ Այդ փոխկապակցված անձանց ինչու է պահանջում։ Որտեղ փոխկապակցի տարիքի անգամ էին մեխանիկորեն ընկել էին ոսկիներ։ Պաշտոնատար անձանց ուսումնասիրություն էին, պաշտոնատար անձին չեն ուսումնասիրում։ Մերձավոր ազգականներին հնարավոր պետք է ուսումնասիրի, որպեսզի հասկանան գույքների կազմը։ Շատ է։ Հանգիր դետալին ասած հարցերը պիտի վերադառնան աշխատանքների գրաֆիկ պահանջող։ Մյուսները բանկային գաղտնիքի առնչություն, բանկային գաղտնիքի առնչություն չունեցող հարցեր ունենք։ Պարոն Ասատրյան։ Հարցեր կան, բայց ցանկալի բանկային գաղտնիքով տրված պահանջ։ Այս պահին ունեք։ Այս պահին չէ։ Չունեք։ Դա դեպքում քանի որ հարցերը վերաբերել են որոնքով պաշտպանվում բանկային գաղտնիք անցածող տեղեկությունների, դատարանը անցնելու դրոփակ քննության կարգադրիչը կարծեմ զգուշացված չի, որպեսզի զգուշացումները կատարվեն, ստորագրեմ հայտարարում է ընդմիջում 10 րոպե, որից հետո արդեն դրոփակության պայմաններով կշարունակենք գործի քննությունը։